Մեր զրուցակիցը Մետաքսե Հակոբյանը, Տիկին Հակոբյան, դեպքի առնչությամբ ձեր գնահատականը եւ արդյոք այնս խոսույթը, որ տարվում է նաև իշխանամերձ շրջանակների կողմից, որ արցախցի, այսպես արցախցի չէ, Ղարաբաղցի հանցախմբի կողմից նպատակաուղված գործընթաց է սա, որ թեմա զարգացնեն եւ պրովոկացիաներ անեն Հայաստանում, ինչ գնահատականի պիտի արժանանա։ Գիտեք, նախ ուզում եմ ի սկզբանե պատասխանել բոլոր այն մարդկանց, որոնք ինչ-որ կոչեր են անում եւ այս դեպքի շուրջ մեկնաբանություններ, որ սա քաղաքական չէ եւ պետք է այս հարցը այլ հարթակում լուծել։ Ի սկզբանե ասեմ, որ սա քաղաքական է եւ սա հենց ընտրած քաղաքականությունն է այս իշխանությունների, որի ես կարծում եմ սա առաջի դեպքը չի, որ մենք ականատեսենք գոնե ակնհայտ բոլորս այս վերաբերմունք արցախցիների նկատմամբ տեսել ենք հունիսի 12-ին հայտնի, երբ արգելված միջոցներ էին ժողովրդի վրա կիրառում, ես ինքս իմ աչքով եմ տեսել, ինչպես էին կոնկրետ թիրախավորվում հենց արցախցիները եւ եթե լսվում էր բարբար արցախցու, ապա անկախ նրանից արցախցին ուղակի կանգնած էր, քայլում էր, կամ ինչ-որ գործողություն էր անում, միևնույն է ենթարկվել է բռնության, խոշտանգման հենց այդ օրը։ Այնպես որ սա այն գործընթացն է, որի մասին եկեք չմոռանանք, ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հնչեցրեց Հայաստանի առաջի դեմքը, ասելով, որ կոչ է անում իրավապահներին զբաղվել արցախցիներով։ Ըստ էության ինքը ուղիղ եթերահանգը տվեց, հիմա ես չգիտեմ, իհարկե մարդկային որակով պայմանավորված յուրաքանչյուր ոստիկան իր դրսևորումն ունի ու իր պահելու ձևը, բայց այստեղ մեղավորությունը ոչ թե ոստիկանության շարքային աշխատողներինն է, այլ կոնկրետ այն մարդուն, ով հրահանգ է տվել։ Հրահանգը տրված է, մարդիկ այդ հրահանգը կատարում են։ Տիկին Հակոբյան, այդ հրահանգները ինչու են տրվում, մտավախություն ունեն, որ իրենց անգործության պատճառով անտուն մնացած արցախցիները արդարացիորեն կպահանջեն տուն վերադարձ, կպահանջեն իրենց իրավունքները հարգել, ինչու են այսպես մտահոգված։ Ես կարծում եմ մենք այդքան անգործության մատնված չենք եղել։ Չէ, նկատի ունեմ այս իշխանությունների անգործության հետևանքով բարերը համընկան, մենք այս ողջ ժամանակահատվածում աշխատել ենք եւ ցանկացած խնդրի տակ դրել ենք արցախցիների վերադարձի իրավունքը, որը պիտի ապահովեն հենց այս իշխանությունները։ Գոնե գործընթաց սկսեն։ Բացի լրացնել է իրենք այս գործընթացներով նմանատիպ, նախ մեր հանրությանն են ուզում ցույց տալ, որ գիտեք ինչ, սա ձեր պատկերացրած արցախցին չի, սա ձեր հայրենասեր, սա խաղաղասեր, հողի մշակ, աշխատասեր, ձեր պատկերացրած արցախցին չի։ Սրանք հանցագործների խումբ են, որոնք եկել են այստեղից ինչ-որ բան խլելու։ Այնպես ինչպես իրենք դեռևս մենք Արցախում ասում էին, որ Արցախի ընդդիմադիր ուժերը ուզում են Հայաստանում հեղափոխություն անել, որ իշխանություն վերցնեն։ Այն պարագայում, երբ մենք ունեինք ծաղկող, բարգավաճող, շքեղ երկիր, որտեղ այո, ունեինք իշխանություն, մենք էլ իշխանություններ էինք։ Այսինքն ցանկացած մանիպուլյացիա, այո, արվում է այս իշխանությունների կողմից։ Եվ իրենք որևէ միջոցի առջև չեն կանգնում։ Իրենք կխոշտանգեն, իրենք կծեծեն, իրենք ամեն քայլի կգնան, որպեսզի նաև հանրությանը ցույց տան, այո, նաև կանխատեսելով բոլոր այն գործընթացները, որոնք նաև հնարավոր է որ տեղի ունենան։ Շատ լավ տեղյակ եք, որ արդեն կառավարության որոշումով ապրիլի 1-ից արցախցիները իրենց սոցաջակցությունը այլևս չեն ստանալու եւ դա բնականաբար մարդկանց մոտ ցասում է առաջացնում, անարդարության, այսպես զգացողություն է առաջացնում, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունները իրենց վրա վերցրել են պարտավորություն, որ փախստականներին ընդունում են, ապա իրենք պարտավոր են փախստականներին վերաբերող բոլոր այդ ծրագրերը իրականացնել, ինչից ստացվում որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են։ Եվ իհարկե, այս ֆոնի վրա ցանկացած բան այս իշխանությունները օգտագործելու են, որպեսզի հակառակ արդյունք ստանան, այն արդյունք, ինչը որ իրենց է պետք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեկ վարքյան, բայց Տիկին Հակոբյան, Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել էր արցախցիների հավաքական վերադարձին, նշելով, որ Հայաստանը որպես կողմ չի հանդես գալու եւ որպես կողմ իրավասու էլ չէ հանդես գալու արցախցիների հավաքական վերադարձի համար եւ եթե ցանկություն կա, ապա կարող են գնալ եւ
օրինակ խնդրել Ադրբեջանին։ Լսել եմ, այլևս իհարկե ոչ բարկանում ենք, ոչ զայրանում ենք, ոչ էլ որևէ ակնկալիք ունենք իրենցից, բայց ես իրենց խորհուրդ եմ տալիս հաճախակի միացնեն ու լսեն իրենց ղեկավարի 18-ին իշխանությունը զավթելու արած բոլոր հայտարարությունները, այնուհետև 19 թվականին արդեն Արցախում ոնց էր գոռու գոչյունը դրել ու ճչում էր ամբողջ աշխարհով մեկ, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, այսինքն իրենց հրճակելով կողմ հենց այս իշխանությունները, հա, որտեղ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել այդ առումով, որպես կողմ հայտարարում էին, որ ունենալու են եւ ճանաչված, հետագայում նաեւ ազատագրված, հետագայում նաեւ դեօկուպացիա արդեն պատերազմից հետո, այսինքն մենք ուղղակի հերթական արձանագրում եկեք անենք, որ այս իշխանությունները ստախոս են, այս իշխանությունները ամեն բան անում են իրենց կաշվի համեմատ, իրենց կաշվի համար, այն ժամանակ պետք է իշխանություն զավթել, ասում էին Արցախը Հայաստան է, հիմա պետք է կատարել Ադրբեջանի պահանջները իրենց իշխանությունը երկարաձգելու համար, ասում են մենք կողմ չենք, Քավլիցի կողմ չեն, գոնե մեզ չխանգարեն, որովհետև վերջերս այն ինչ որ տեղի ունեցավ Շվեյցարիայի խորհրդարանում, ես կարծում եմ բոլոր փոքր ինչ հասկացող մարդիկ շատ լավ հասկանում են, որ սա աննախադեպ երևույթ էր, որը տեղի ունեցավ, եւ սա շարունակական բնույթ է ունենալու, եւ այո, ցավոք սրտի, գալու է մի պահ, որ այլևս Հայաստանի իշխանությունները ներգրավված չեն լինելու նաեւ Արցախի հարցում, եւ ընդհանրապես որևէ հարցով իրենք ներգրավված չեն լինելու։ Բայց դա նրանք ներկայացում են իբրև իրենց դիվանագիտական հաջողությունը։ Ոչ, դա իրենց պարտությունն է, որովհետև ակնհայտ վերջին օրերի դեպքերի ֆոնի վրա նաև ակնհայտ երևում է, որ այլևս Հայաստանը որպես սուբյեկտ որևէ հարթակում չի դիտարկվում։ Իրենք ուղղակի չկան։ Մենք ինքներս ենք մեզ հույս տալիս, որ դեռևս Հայաստանում իշխանություններ կան։ Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանություն չկա, անիշխանություն է Հայաստանում եւ Հայաստանի ճակատագիրը արդեն որոշում են այլ երկրներ, իրենց բարյացակամությունից է կախված արդեն Հայաստանի ճակատագիրը եւ իհարկե շատ ակտիվ որոշում են կայացնում այդ հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հայաստանը որպես այդպեսի իդեմս այս իշխանությունների ուղղակի գոյություն չունի որևէ հարթակում։ Շնորհակալ եմ։ Ես Շնորհակալ եմ։ Ուրիշ գլին